Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է։ Խաղ, որտեղ կարևոր է թիմային մտածելակերպը, առաջնորդական հմտություններն ու հաջողությունը։ Որակավորման փուլ, հերթական խաղ, այսօր մեր հետ խաղում են Տանիք եւ Error 404 թիմերը։ Ներկայացնեմ խաղի կանոնները։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ։ Տրվում են հարցեր։ Ցանկացած հարցի ճիշտ պատասխան թիմը ստանում է 1 միավոր։ Հարցին պատասխանելու համար 1 րոպե ժամանակ ունեք։ Վերջին 10 վայրկյաններին լսվելու է ձայնային ազդանշան եւ դուք ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը պետք է գրեք գրատախտակին։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց թիմը լքում է 1 խաղացող։ 5 խաղացող կա յուրաքանչյուր թիմում, տրամաբանորեն հաղթում է այն թիմը, ով 5 միավոր է վաստակում եւ այլևս խաղացող չի ունենում։ Թիմի ավագներն ունեն 1 անգամ վետոից օգտվելու իրավունք։ Եթե չեք ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, ապա օգտվում եք վետո իրավունքից։ Եթե թիմի ավագը լքում է խաղը եւ չի օգտվում վետո իրավունքից, այդ դեպքում արդեն վետո իրավունքից օգտվում եք դեմոկրատական սկզբունքով։ Սրանք խաղի կանոններն են։ Հիմա ներկայացնեմ թիմերին եւ թիմերի կազմը։ Error 404 Վլադիմիր Մարտիրոսյան, Գրետա Աբրահամյան, Արթուր Առաքելյան, Հրանտ Սականյան եւ Իզաբելա Սարգսյան։ Տանիք, Արամ Խաչատրյան, Նորայր Գաբրելյան, Լիզա Միրզոյան, Զինա Գասյան, Սվետլանա Հակոբյան։ Խաղի կանոններին ավելացնեմ, որ ձեր առջև դրված գրատախտակներին գրված պատասխանն է համարվելու ճիշտ։ Եթե դուք բանավոր հնչեցնեք այլ պատասխան, իսկ գրատախտակին գրված լինի մեկ այլը եւ իրենք բովանդակության տարբերվեն, որպես ձեր պատասխան ես համարելու եմ գրատախտակի վրա գրված առաջին պատասխանը։ Եթե գրատախտակին 1-ից ավելի պատասխաններ լինեն, այդ դեպքում համարելու եմ ձեր պատասխանը առաջինը։ Սրանք խաղի կանոնների մասին։ Ինձ մնում է հիշեցնել միայն, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հաջողություն եմ մաղթում թիմերին, հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Երբ Ֆրենկ Բաումի կերպարին հարցրին, թե ինչու է նրա կատուն այդպիսի տարօրինակ անվամբ, նա պատասխանեց. որ վերջերս է գտել նրան։ Ինչ էր այդ կատվի անունը։ Երբ Ֆրենկ Բաումի կերպարին հարցրին, թե ինչու է նրա կատուն այդպիսի տարօրինակ անվամբ, նա պատասխանեց. որ վերջերս է գտել նրան։ Ինչ էր այդ կատվի անունը։ Գրեք կատվի անունը։ 10 վայրկյան։ Խնդրեմ, սկսենք Տանիք թիմից։ Վերջին մոհիկան։ Վերջին մոհիկանը։ Իխմիլիոն։ Երբ Ֆրենկ Բաումի կերպարին հարցրին, թե ինչու է նրա կատուն այդպիսի տարօրինակ անվամբ, նա պատասխանեց, որ վերջերս է գտել նրան։ Ինչ անուն ուներ կատուն։ Կատվի անունն էր Էվրիկա։ Մենք ճիշտ պատասխան չունենք եւ մենք շարունակում ենք։ Նորվեգիայի բոլոր
նախազգուշացնող նշանները սպիտակ ֆոնի վրա ունեն սև պատկերներ։ Միայն մեկ նշան ունի սև ֆոն սպիտակ պատկերով։ Իսկ ինչ է պատկերված այդ սև ֆոն ունեցող նշանի վրա։ Նորվեգիա։ Բոլոր նախազգուշացնող նշանները սպիտակ ֆոնի վրա ունեն սև պատկերներ։ Միայն մեկ նշան ունի սև ֆոն սպիտակ պատկերով։ Իսկ ինչ է պատկերված այդ սև ֆոնի վրա կամ այդ սև ֆոնով նշանի վրա։ Տասը վայրկյան։ Ինչ էր պատկերված այդ սև ֆոն ունեցող նշանի վրա։ Ժամանակ, համբերություն։ Տանիք թիմը պատասխան ունի։ Ոչ, չունեք։ Ձեր պատասխանն է։ Զեբրա։ Զեբրա։ Ինչն է, որ լրիվությամբ սպիտակ կլինի կենդանիներից։ Խոսքը սպիտակ արջի մասին է, այո։ Համաձայն եք, դժվար է սպիտակ ֆոնի վրա սպիտակ արջ նկարելը։ Ուշադրություն, հաջորդ հարցը։ Գատակա գիտաֆանտաստիկ ֆիլմում բոլոր մարդիկ բաժանված են սովորական եւ իդեալական խմբերի, որոնք ստեղծել են արհեստականորեն գենային ինժեներիայի շնորհիվ։ Հետաքրքիր է, որ գլխավոր հերոսի բնակարանի աստիճանների կառուցվածքը հիշեցնում է դա։ Անվանեք դա։ Գատակա գիտաֆանտաստիկ ֆիլմում բոլոր մարդիկ բաժանված են սովորական եւ իդեալական խմբերի, որոնք ստեղծվել են արհեստականորեն գենային ինժեներիայի շնորհիվ։ Հետաքրքիր է, որ գլխավոր հերոսի բնակարանի աստիճանների կառուցվածքը հիշեցնում է դա։ Անվանեք դա։ Եթե երկու թիմերը պատասխաններ ունեն, ես ժամանակը կանգնեցնում եմ եւ սկսենք այս անգամ error 404-ից։ Ձեր պատասխանը։ DNT։ DNT։ DNT շղթայի։ DNT շղթա։ Գատակա գիտաֆանտաստիկ ֆիլմում բոլոր մարդիկ բաժանված են սովորական եւ իդեալական խմբերի, որոնք ստեղծվել են արհեստականորեն գենային ինժեներիայի շնորհիվ։ Հետաքրքիր է, որ գլխավոր հերոսի բնակարանի աստիճանների կառուցվածքը հիշեցնում է դա։ Խոսքն իհարկե DNT-ի պարուրի մասին է։ 1-1 Իզաբելա Սարգսյանն է լքում։ Ես Սվետլանա Հակոբյանը։ Ուշադրություն հարցը։ 1992-ից 2007 թվականներին մոտ 24000 ԱՄՆ զինծառայողներ կորցրել են իրենց պայմանագրերը ԱՄՆ բանակի հետ դրա պատճառով։ Ֆենշուի որոշ վարպետներ խորհուրդ են տալիս դրա դեմ պայքարը սկսել ավելորդ իրերը տնից դուրս շպրտելով։ Անվանեք այն երկու բառով։ Ինձ 2007 թվականներին 24000 ԱՄՆ զինծառայողներ կորցրել են իրենց պայմանագրերը բանակի հետ դրա պատճառով։ Ֆենշուի որոշ վարպետներ խորհուրդ են տալիս դրա դեմ պայքարը սկսել ավելորդ իրերը տնից դուրս շպրտելով։
անվանեք այն 2 բառով 10 վայրկյան։ Ժամանակ։ Այս անգամ սկսենք տանիքից։ Խնդրեմ։ Մեծ դեպրեսիայի պատճառով։ Մեծ դեպրեսիա։ Ազատ տեղ է։ Ինչ։ Ազատ տեղ է։ Ազատ տեղ։ Խոսքը ավելորդ քաշի մասին է։ 1-1 մենք շարունակում ենք։ Կարող եք ծափահարել հարցին։ Կենտրոնանում ենք հաջորդ հարցի վրա։ Ուշադրություն հարցը։ 2002 թվականի ապրիլին Ճապոնիայի վարչապետ Դյումիտրիո Կոլիձումի անվտանգության աշխատակիցները նրա աշխատասենյակից բարձր հարվածի ձայներ լսեցին։ Երբ նրանք ներխուժեցին աշխատասենյակ, տեսան, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Գրիձումին բացատրեց անվտանգության աշխատակիցներին, որ ինքը պետք է մարզվի անելով դա, քանի որ երբեք չի արել դա, եւ պետք է դա աներ հսկայական լսարանի առջև։ Հստակ պատասխանեք, թե ինչ առարկա էր օգտագործում վարչապետը անելով դա։ 2002 թվականի ապրիլին Ճապոնիայի վարչապետ Ձյունիթյո Կրիձումի անվտանգության աշխատակիցները նրա աշխատասենյակից բարձր հարվածի ձայներ են լսում։ Երբ նրանք ներխուժում են աշխատասենյակ, տեսնում են, որ ոչ մի սարսափելի բաներ տեղի չի ունեցել։ Կոիձումին բացատրեց անվտանգության աշխատակիցներին, որ ինքը պետք է մարզվի անելով դա, քանի որ երբեք չի արել դա եւ պետք է աներ դա հսկայական լսարանի առջև։ Հստակ պատասխանեք, թե ինչ առարկա էր օգտագործում վարչապետը։ Տասվարքյան։ «2002 թվականի ապրիլին Ճապոնիայի վարչապետի անվտանգության աշխատակիցները նրա աշխատասենյակից բարձր հարվածի ձայներ էին լսում։ Երբ նրանք ներխուժում են աշխատասենյակ, տեսնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունեցել։ Վարչապետը բացատրում է անվտանգության աշխատակիցներին, որ ինքը պետք է մարզվի անելով դա, քանի որ երբեք չի արել դա եւ պետք է դա աներ հսկայական լսարանի առջև։ Հստակ պատասխանեք, ինչ առարկա էր օգտագործում վարչապետը անելով դա։ Սկսենք error 404-ից։ Սեղանն ձերքը խփում էր սեղանին։ Ձեռքը խփում էր սեղանին։ Պատասխան չունենք։ Պատասխան չունեք։ Նա ֆուտբոլի գնդակի միջոցով մարզվում էր։ Վարչապետը պետք է կատարեր խորհրդանշական առաջին հարվածը։ Ճապոնիայում 2002 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, հետևաբար մարզվում էր հարվածելով գնդակին։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարով հարց։ Էկրանին 2005 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգական մարտաֆիլմի պաստառն է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանների միջև սիրավեպ սկսվեց, որը հետագայում հանգեցրեց ամուսնության։ Անվանեք ֆիլմը։ Էկրանին 2005 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգական մարտաֆիլմի պաստառն է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանների միջև սիրավեպ սկսվեց, որը հետագայում հանգեցրեց ամուսնության, որ ֆիլմի մասին է խոսքը։ Հաշվի առնելով, որ թիմերը կարծես թե ֆիլմերից լավ են հասկանում, ամուսնություններից նույնպես, ես անջատում եմ ժամանակը։ Սկսենք տանիք թիմից։ Միստր եւ Միսիս Սմիթ։ Միստր եւ Միսիս Սմիթ։ Միստր եւ Միսիս Սմիթ։ Միստր եւ Միսիս Սմիթ։ Դուք որոշել եք միավորները միասին վերցնել։ Խոսքն իհարկե Միստր եւ Միսիս Սմիթի մասին է։ Խաչատրյան Արամը օգտվում է վետո իրավունքից։ Այո։ Միանշանակ օգտվում է։ Միրզոյան Լիզան է դուրս գալիս։ Վլադիմիր Մարտիրոսյանն է խաղալքում։
Խաղի հաշիվը 2-2 է, ուշադրություն հարցը։ Դա նման է կերակուր պատրաստելուն։ Լինում է, որ կարկանդակը չի ստացվում, որքան էլ որ ջանք գործադրես։ Իսկ երբեմն հակառակը, կարկանդակը պարզապես կախարդական է ստացվում։ Թեև դու այն պատրաստել ես ինչպես միշտ։ Ինչն է այսպես պատկերավոր նկարագրել անգլիացի գրող Նիլ Գեյմանը։ Դա նման է կերակուր պատրաստելուն, լինում է, որ կարկանդակը չի ստացվում, որքան էլ որ ջանք գործադրես, իսկ երբեմն հակառակը, կարկանդակը պարզապես կախարդական է ստացվում, թեև դու այն պատրաստել ես ինչպես միշտ։ Ինչը այսպես պատկերավոր նկարագրել անգլիացի գրող Նիլ Գեյմանը։ Տասավարկյան ինչն է այսպես պատկերավոր կերպով նկարագրել գրող Նիլ Գեյմանը։ Ժամանակ, համբերություն։ Սկսենք error 404 թիմից։ Ստեղծագործելը։ Երեխաների դաստիարակություն։ Երեխաների դաստիարակությունը։ Դա նման է կերակուր պատրաստելուն, լինում է, որ կարկանդակը չի ստացվում, որքան էլ որ ջանք գործադրես, իսկ երբեմն հակառակը, կարկանդակը պարզապես կախարդական է ստացվում, թեև դու այն պատրաստել ես ինչպես միշտ։ Ինչն է այսպես պատկերավոր նկարագրել անգլիացի գրող Նիլ Գեյմանը։ Խոսքը գիրք գրելու մասին է, եւ մենք ճիշտ պատասխան չունենք։ Գրող Վիրջինիա Վուլֆը առաջինի եւ երկրորդի միավորումն անբնական է համարում։ Չէ որ առաջինում ուշադրություն է գրավում հերոսուհու հուսահատությունն ու հմայքը, իսկ երկրորդում ատամները, մարգարիտներն ու հագուստները։ Անվանեք եւ առաջինը եւ երկրորդը։ Գրող Վիրջինիա Վուլֆը առաջինի եւ երկրորդի միավորումն անբնական է համարում, չէ որ առաջինում ուշադրություն է գրավում հերոսուհու հուսահատությունն ու հմայքը, իսկ երկրորդում ատամները, մարգարիտներն ու հագուստները։ Անվանեք եւ առաջինը եւ երկրորդը։ Տասավարկյան։ Ժամանակ։ Ձեր պատասխանը տանիք։ Մարդու ներքին եւ արտաքին տեսք։ Մարդու արտաքին ու ներքին։ Հաստատի դուք միասին սխալվում եք նույն կերպ։ Խոսքը գրականության եւ կինոյի մասին է։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ նկարով հարց։ Որ մուլտֆիլմն է ներկայացնում այս պաստառը։ Որ մուլտֆիլմն է նկարում։ Եթե երկու թիմերն էլ պատասխան ունեն, ինքը ներկայացրեք։ Տանիք։
Черепашки ниндзя։ Չիրիպաշկի նինջա։ Չերեպաշկի նինջա։ Փաստորեն մուլտֆիլմներից էլ եք հասկանում։ Խաղի հաշիվն է 3-3 եւ իհարկե խոսքը նինձա կրյանների մասին է եւ Գրետա Աբրամյանն է լքում խաղը, օգտվում եք վետոյի իրավունքից։ Եվ Գաբրիելյան Նորայրն է լքում խաղը։ Ուշադրություն հարցը։ Հայտնի գրականագետ եւ թարգմանիչ Գասպարովի հուշերի համաձայն թարգմանիչների միջազգային կլոր սեղանի ժամանակ բոլոր մասնակիցները միաբերան բողոքել են որոշ հեղինակներից, ովքեր սահմանափակում են իրենց ազատությունը։ Կոնկրետ ինչը չէր բավարարում թարգմանիչներին այս հեղինակների մեջ։ Հայտնի գրականագետ եւ թարգմանիչ Գասպարովի հուշերի համաձայն թարգմանիչների միջազգային կլոր սեղանի ժամանակ բոլոր մասնակիցները միաբերան բողոքել են որոշ հեղինակներից, ովքեր սահմանափակում են իրենց ազատությունը։ Կոնկրետ ինչը չէր բավարարում թարգմանիչներին այս հեղինակների մեջ։ Հետաքրքիր է, երկու թիմերն էլ պատասխանում են։ Շատ լավ։ Սկսենք 404-ից։ Հեղինակները, որոնք օգտագործում են իրենց ստեղծած բառերը։ Եղավ, ձեր պատասխանը պարզ է։ Խոսքի ազատությունը։ Խոսքի ազատությունը։ Հայտնի գրականագետ եւ թարգմանիչ Գասպարովի հուշերի համաձայն թարգմանիչների միջազգային կլոր սեղանի ժամանակ բոլոր մասնակիցները միաբերան բողոքել են որոշ հեղինակներից, ովքեր սահմանափակում են իրենց ազատությունը։ Կոնկրետ ինչը չէր բավարարում թարգմանիչներին այս հեղինակների մեջ։ Լեզվի իմացությունը, որով նրանք թարգմանվում են։ Խաղի հաշիվը չի փոխվել, մենք շարունակում ենք։ Մոտ 3 տասնամյակ առաջ անգլիացի Քեն Ասթոնը մեքենայով տուն էր գնում իր գրասենյակից, մտածելով միջազգային հաղորդակցության հետ կապված որոշ խնդիրների մասին։ Երբ նա կանգ է առնում լուսացույցի տակ, անմիջապես նրա գլխում մի միտք է ծագում։ Ինչ է նա հայտնագործում։ Մոտ 3 տասնամյակ առաջ անգլիացի Քեն Ասթոնը մեքենայով տուն էր գնում իր գրասենյակից, մտածելով միջազգային հաղորդակցության հետ կապված որոշ խնդիրների մասին։ Երբ նա կանգ է առնում լուսացույցի տակ, անմիջապես նրա գլխում մի միտք է ծագում։ Ինչ է նա հայտնագործել։ Ինչ էր նա հայտնագործել։ 10 վայրկյան լուսացույցը տեսնելով միջազգային հաղորդակցության խնդիրները լուծելու համար։ Ժամանակ։ Error 404 Միգուցե խուլերի համար ստեղծված սիմվոլները։ խուլերի համար ստեղծված սիմվոլները։ Ֆաքս։ Ֆաքսը։ Նա իրականում հայտնագործել էր դեղին եւ կարմիր քարտերը ֆուտբոլի մրցավարների համար։ Եկեք ծափահարենք հարցին։ Սիրելի գիտակներ, նկարով հարց։ Ասացեք խնդրեմ, որ Օսկարակիր լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի պաստառն է ներկայացված էկրանին, որը ստեղծվել է 2007 թվականին։ Բյուջեն կազմվել է 150 միլիոն ամերիկյան դոլար, իսկ շահույթը մոտ 624 միլիոն դոլար։
որ օսկարակիր լեոմետրաժ անիմացիոն մուլտֆիլմի պաստառն է ներկայացված էկրանին, որը ստեղծվել է 2007-ին, բյուջեն կազմել է 150 միլիոն, իսկ շահույթը 624 միլիոն դոլար։ Որ օսկարակիր լեոմետրաժ անիմացիոն մուլտֆիլմի պաստառն է սա։ Ժամանակ, սպասում ենք, error 404-ը պատասխանը գրի, խնդրեմ ձեր պատասխանը։ Միգուցե Կոտ Լեոպոլդ։ Կոտ Լեոպոլդ, Մաուգլի։ Մաուգլի։ Խոսքը Ռատատույ մուլտֆիլմի մասին է, Ռեմի Արնետը հիանալի ճաշակ ունի։ Արնետ Ռեմին խոհարար է։ Նկարով հարցերի շարքը շարունակվում է։ Ուշադրություն էկրանին։ Սիրելի գիտակներ, սա 2004 թվականին Օսկարի արժանացած համակարգչային լեոմետրաժ անիմացիոն մուլտֆիլմի մինիմալիստական պաստառն է։ Անվանեք մուլտֆիլմը։ Տասվարկյան։ Ժամանակ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Sky։ Sky։ Միգուցե Նեմոյի Ռիբակլոուն։ Ձեր պատասխանը պարզ է։ Սիրելի գիտակներ, սա 2004 թվականին Օսկարի արժանացած համակարգչային լեոմետրաժ անիմացիոն մուլտֆիլմի մինիմալիստական պաստառն է։ Փնտրելով Նեմոյին, մենք ճիշտ պատասխան ունենք։ Խաղի հաշիվն է 4-3 եւ առանց ավագի թիմը լքում է Հրանտ Ցականյանը։ Մենք կարող ենք օգտվել։ Այո, իհարկե կարող եք։ Օգտվում եք։ Այո։ Տրամաբանորեն խաղը լքում է Արթուր Առաքելյանը։ Խաղի հաշիվն է 4-3, ուշադրություն հարցը։ Էթնոգենեզը ֆանտաստիկ գրքերի շարքում պատմում է Ցուլի մեդալյոնի մասին, որը ուժ է տալիս, բայց խլում է խելքը։ Գրքում նշվում է, որ Հերկուլեսը այս մեդալյոնին հաճախակի օգտագործումից հետո բանտարկվել է բանտում եւ վերածվել ինչի։ Էթնոգենեզ ֆանտաստիկ գրքերի շարքում պատմվում է Ցուլի մեդալյոնի մասին, որը ուժ է տալիս, բայց խլում է խելքը։ Գրքում նշվում է, որ Հերկուլեսը այս մեդալյոնի հաճախակի օգտագործումից հետո բանտարկվել է բանտում եւ վերածվել։ Երկու թիմերները պատասխան ունեն։ Շատ լավ։ Մենք լսենք սկզբից error 404-ին։ Միգուցե Ցուլի հենց։ Ցուլի։ Էթնոգենեզը ֆանտաստիկ գրքերի շարքում պատմվում է Ցուլի մեդալյոնի մասին, որը ուժ է տալիս, բայց խլում է խելքը։ Գրքում նշվում է, որ Հերկուլեսը այս մեդալյոնի հաճախակի օգտագործումից հետո բանտարկվել է բանտում
եւ վերածվել Մինոտավրոսի։ Խաղի հաշիվը չի փոխվել, ուշադրություն հարցը։ 2010 թվականին մանրեաբանները ստեղծեցին կենդանի բջիջ, որը կարող է վերարտադրվել։ Այնուամենայնիվ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես իրեն կդրսևորի արհեստական կյանքը լաբորատորիայից դուրս։ Ուստի որոշ գիտնականներ այս ձեռքբերումը համեմատեցին դրա հետ։ Անվանեք դա երկու բառով։ 2010 թվականին մանրեաբանները ստեղծեցին կենդանի բջիջ, որը կարող է վերարտադրվել։ Այնուամենայնիվ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես իրեն կդրսևորի արհեստական կյանքը լաբորատորիայից դուրս։ Ուստի որոշ գիտնականներ այս ձեռքբերումը համեմատեցին դրա հետ։ Անվանեք դա երկու բառով։ Անվանեք դա երկու բառով։ Ասվարկյան։ Ժամանակ սկսենք տանիք թիմից։ Թաշնի գրիպ։ Թշնի գրիպ։ Միգուցե աշխարհի վերջի մասին։ Աշխարհի վերջ։ 2010 թվական մանրեաբանները ստեղծում են կենդանի բջիջ, որը կարող է վերարտադրվել, այնուամենայնիվ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչպես այն կդրսևորի լաբորատորիայից դուրս։ Ուստի որոշ գիտնականներ այս ձեռքբերումը անվանեցին Պանդորայի արկղ։ Ուշադրություն հարցը։ Ես պարտական եմ 3 ժողովրդի՝ ռուսներին, հայերին, հրեաներին։ Մայրս Ռեզանի Մեդվինո գյուղից էր։ Նա ինձ տվել է կյանք եւ իմ մայրենի լեզուն, ռուսերենը։ Հայրս հայ է, հնագույն Վան քաղաքից, փրկվել է 1915 թվականի ցեղասպանությունից։ Նա ինձ տվեց իմ անունն ու ազգանունը։ Հրեան ինձ որդի է պարգևել, իմ երկրորդ կինը եւս հրեա է։ Իսկ ես ծնվել եմ 1941 թվականին, սեպտեմբերի 21-ին, տարհանման ժամանակ Ուֆայում։ Սիրելի գիտակներ, այս հայազգի արձակագիր թարգմանիչ հրապարակախոս Վարդվան Վարժապետյանի կարճ ինքնակենսագրականն է։ Նա 1992-97 թվականներին հիմնադրել եւ խմբագրել է հայ-հրեական ագրավ պարբերականը։ Ասացեք խնդրեմ, որ բառն ենք փոխարինել ագրավ բառի հետ, ինչպես է իրականում կոչվում պարբերականը։ Ես պարտական եմ 3 ժողովրդի՝ ռուսներին, հայերին եւ հրեաներին։ Մայրս Ռեզանի Մեդվինո գյուղից էր, նա ինձ տվել է կյանք եւ իմ մայրենի լեզուն, ռուսերենը։ Հայրս հայ է, հնագույն Վան քաղաքից, փրկվել է 15 թվականի ցեղասպանությունից, նա ինձ տվեց իմ անունն ու ազգանունը։ Հրեան ինձ որդի է պարգևել, իմ երկրորդ կինը եւս հրեա է։ Իսկ ես ծնվել եմ 41-ին, սեպտեմբերի 21-ի տարհանման ժամանակ Ուֆայում։ Սիրելի գիտակներ, այս հայազգի արձակագիր թարգմանիչ հրապարակախոս Վարդվան Վարժապետյանի կարճ ինքնակենսագրականն է։ 1992 թվականին, 1992-ից 97 թվականներին նա հիմնադրել եւ խմբագրել է հայ-հրեական ագրավ պարբերականը։ Ասացեք խնդրեմ, որ բառն ենք փոխարինել ագրավ բառով։ Ինչպես է իրականում կոչվում պարբերականը։ Սկսենք տանիքից։ Փյունիկ։ Միգուցե ռուսերեն թարգմանությունը վառոնը։ Վառոնը։ Հայ-հրեական համատեղ պարբերականը կոչվում էր նոյ։ Ճիշտ պատասխան չունենք։ Հերթական նկարով հարցը։ Սիրելի գիտակներ, այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 1997 թվականի մայիսի 7-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է $90 միլիոն, թողարկման պահին այն Հոլիվուդից դուրս երբևէ նկարահանված ամենամեծ բյուջեով ֆիլմն էր, ինչպես նաև ամենաթանկ հատուկ էֆեկտներով ֆիլմը։
որ ֆիլմն է ներկայացված պաստառում։ Որ ֆիլմն է ներկայացված պաստառում։ թվականի դրությամբ այն նկարահանված Հոլիվուդում նկարահանված ամենամեծ բյուջեով ֆիլմն էր, ինչպես նաև ամենաթանկ հատուկ էֆեկտներով ֆիլմը, որ ֆիլմն է ներկայացված պաստառում։ Ժամանակ, սպասեք, պատասխան չունեք, Գլադիատոր։ Գլադիատոր։ Խոսքը 5-րդ տար ֆիլմի մասին է, պյատե էլեմենտը։ Ուշադրություն, հարցը։ Սա պաշտոնապես հաստատել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։ Թութակ Պակը, որը մահացել է 1994 թվականին, տիրապետում էր 1728 ինչ։ Սա պաշտոնապես հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։ Թութակ Պակը, որը մահացել էր 94 թվականին, տիրապետում էր 1728 ինչ։ Երկու թիմերն էլ պատասխան ունեն։ Լավ, ես ժամանակը կանոնացնում եմ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Միգուցե բառերի։ Բառերի։ Բառի։ Սա պաշտոնապես հաստատել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։ Թութակ Պակը, որը մահացել էր 1994 թվականին, տիրապետում էր 1728 բառի։ Մենք ունենք ճիշտ պատասխան։ Բավականին հետաքրքիր Error 404 եւ տանիք թիմերի միջև խաղում հաղթել է Error 404 թիմը։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եղեք։